Բարձր դատարան, ես իմ եզրափակիչ ելույթում չեմ անդրադառնա մեր պահանջի առաջին կետին, գործընկերները առավել քան մանրամասն ներկայացրել են անվավեր ճանաչելու հիմնավորումները։ Նկատի ունեմ ամբողջությամբ անվավեր ճանաչելու, ես կանդրադառնամ երկրորդ կետին եւ կարող է նույնիսկ 25 րոպեն ամբողջությամբ չօգտագործեմ։ Այդտենց հազվագյուտ է լինում, բայց մեկ-մեկ պատահում է։ Բարձր դատարան Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ երկրորդ հարցի լույսի ներքո այս հարցը այլևս թվերի հաշվարկի դաշտում չի։ 10-րդական տոկոսի, 10-րդական չի, 1000-րդական տոկոսի ինչ-որ կետի հաշվարկի խնդիր չունենք։ Այդ դաշտում արդեն հիմնավորել ենք դատաքննության ամբողջ ընթացքում, որ կան լրջագույն խնդիրներ։ Ես ուզում եմ ներկայացնեմ փաստերի այն շրջանակը, որը հիմք է տալիս պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանը ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, իսկ ես ակնկալում եմ, որ պետք է անվավեր ճանաչի, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու եւ մանդատների վերաբաշխման որոշում։ Ես ուզում եմ դատաքննության ընթացքում ուսումնասիրված, դատական քննության ընթացքում ուսումնասիրված ապացույցներից մի շարք փաստերի վրա ուշադրություն հրավիրել, որից հետո կանեմ եզրահանգումներ։ Առաջինը, ամսի 7-ին տեղի ունեցել քվեարկություն, 2026 թվականի հունիսի 8-ին ժամը 11:48 րոպեին ԿԸՀ-ն կազմում է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների մասին արձանագրություն։ Այդ են առաջին արձանագրությունն է, որտեղ թվեր է գրում։ Համապատասխան թվերում արձանագրում է ԲՀԿ-ն ստացել է 58378 ձայն, կողմ եւ անճշտությունները միասին կազմում է 1,460,734 ձայն, նշված թվի 4%-ը կկազմեր 58430 ձայն, ինչը 52 թվով, 52 ձայնով չի բավարարում, որպեսզի ԲՀԿ-ն հաղթահարի 4%-ը։ Սա տեղի է ունենում ամսի 8-ին։ Անմիջապես, երբ որ արդեն թվերը սկսում ենք նայել, հասկանալ այդ ոնց ստացվեց, ինչ որ խնդիրներ կան, 26 թվականի հունիսի 8-ին ԲՀԿ-ն հայտարարում է, որ արկա է առնվազն մի քանի տեղամասում, նույն օրը, տվյալների սխալ մուտքագրում, այդ մասին տեղեկացնում է ԿԸՀ-ին սկզբում աշխատանքային ռեժիմով եւ առնվազն հունիսի 8-ին ժամը 16:10 րոպեին, ապացույցներում կա, Իվետա Տոնոյանը կատարում է հրապարակում իր սոցիալական էջում, համաձայն որի հստակ նշվում է 4 ընտրատեղամաս 27-7, 11-20, 27-26, 38-53 եւ նշում է, որ միտեղ ստացել ենք 77 արձանագրվել է 1, միտեղ ստացել ենք 26 արձանագրվել է 1 եւ այլն։ Սա ինչի է կարեւոր բարձր դատարան, որ մենք խոսում ենք ոչ թե նրա մասին, որ սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին։ Սա շատ ֆունդամենտալ խնդիր է։ Մի բան է, երբ որ մենք հաշվարկի ժամանակ ընտրատեղամասում սխալ ենք հաշվում, դրա գործիքը վերահաշվարկն է։ Մի բան է, որ ճիշտ հաշվել ենք, արձանագրությունը ճիշտ գրել ենք, այն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարողանում այդ թվերը ինչ որ ձևով մուտք անի։ Ինչի եմ սա ասում կարևոր է, որովհետև եթե ճիշտ հաշվեր, ամսի 8-ին ասելու էր ԲՀԿ-ն հաղթահարել է 4%-ի շեմը, բայց շարունակենք։ Ամեն դեպքում այդ տարբերակով արձանագրել։ 26 թվականի հունիսի 9-ին հաջորդ օրը ԲՀԿ-ն դիմում է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովում, դիմումը գործի նյութերում կա, որտեղ ասում է, որ ԱԺ ընտրությունների ընթացքում իմ նշված 4 ընտրատեղամասերում ստացված արդյունքները հաշվի առնելով դրանք արտացոլել, պահանջում եմ արտացոլել եւ արձանագրել որպես տվյալ ընտրատեղամասերից ստացված արդյունքներ, ոչ թե վերահաշվարկ, ոչ թե ճշտեք այդ ձեր աղյուսակը։ Ինչա տեղի ունենում, Տիկին Հովհաննիսյանը ներկայուս չի այդ միասին, կոմպյուտերում այդ թվերը ուղում են։ Այդ պահի դրությամբ ԿԸՀ-ն արդեն գիտի, որ ԲՀԿ-ն հաղթահարում է շեմը։ Դրանից հետո, հունիսի 10-ին, Իվետա Տոնոյանը անում է մեկ այլ հրապարակում, որը առկա է գործի նյութերում, որտեղ ասում է, որ վերջին 2 օրերի վերահաշվարկների արդյունքում, որովհետև ֆորմալացված պրոցեսի անունը դնում են վերահաշվարկ, մնացած 600 քանի տեղամասերի հետ վերահաշվարկ են անում, ԲՀԿ-ի օգտին արդեն ավելացել է 140 ձայն, ԿԸՀ գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է, Տոնոյանը չգիտեր ախր, բայց գրել է, այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում եւ առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ կխանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում։ Այս հրապարակումն է։
Սա ամսի 10-ին, այսինքն եղել է 8, 9, 10, դրա մասին ԿՀ-ն լավ տեղյակ է, սոցիալական մեդիայում են քննարկում, դիմումներ կա, հեռախոսային զանգ ենք ունենում աշխատանքային ռեժիմով, ինչ քննարկեցինք, ԿՀ-ն ասում էր, դե աշխատանքային ռեժիմով կարում ենք կարգավորենք, ձեզ չեն խոշի, դու դե կարգավորվել է, այդ պահին իմացել է։ 26 թվականի հունիսի, այսինքն այս պահի դրությամբ, ներողություն, 26 թվականի հունիսի 12-ին 11-ից մի օր հետո, 12-ին, ԿՀ-ն հրապարակում է, ժամը գիշերը 10:10, 22, ներողություն, 10:20, 22:20, ԿՀ-ն հրապարակում է հաղորդագրություն, համաձայն որի ԿՀ-ն ամփոփել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների իրականացված վերահաշվարկի արդյունքները, վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքներ ու գրված է։ Այս կուսակցության ձայնը այսքանը ավելացավ այսքանով, այս մեկի այսքան ձայնը պակասեց այսքանով, ԲՀԿ-ի դեպքում գրված է ամսի 12-ին, 11-ին չէ, 12-ին, որ ԲՀԿ-ի 58378 քվեն ավելացել է 147-ով։ Դրանից մի օր առաջ, այն որ ասում է չգիտե, դե չէր ազդում այն ժամանակ արդյունքների վրա, որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է երկու որոշում, 254 եւ 255, որով անվավեր է ճանաչել երկու տեղամասերը։ Ես կրկնում եմ, ամսի 11-ին անվավեր է ճանաչել, ապացույցներով երևում է, բայց ամսի 12-ին դեռևս հրապարակել է, որ վերահաշվարկի արդյունքով ավելացել է։ Գալիս ենք ամսի 14, այդ 14-ը այդ ընկետն է, որտեղ ինքը իմի է բերում այս ամբողջը, ինչ արդյունքներ կունենան։ Եվ ամսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է այդ արդյունքների եւս մեկ որոշում, որում այս անվավեր տեղամասերը համապատասխանաբար համարելով անվավեր ամբողջությամբ գրանցում է 0 եւ անճշտություններ օրենքի հիման վրա եւ ասում է այս նորից ԲՀԿ-ն չանցավ։ Բայց հաջորդ որոշումը, որը ընդունում է, ասում է անցել է լրիվ արդար եւ ես գտնում եմ, որ 4%-ը չի հաղթահարել, համապատասխանաբար մանդատների բաշխմանը չի մասնակցում։ Բարձր դատարան ես մանրակրկիտ ներկայացրել եմ մի շարք հիմնավորումներ, ինչի հիման վրա կարող է իրականացվի մանդատների բաշխման այլ կարգ սահմանվի։ Բարձր մեծարգո դատավոր Շաթիրյանը հարց էր տվել, ասաց հիմքերը որոնք են, ես նշել եմ երկու հիմք, մեկը սահմանադրական մեկնաբանություններ 48-ի 1-ի, մյուսը ըստ էության 72 այլ հոդվածների հակասահմանադրական ճանաչելը։ Ես իմ բացման խոսքում իզուր չասեցի, որ առաջին անգամ է նման խնդիր։ Նորից եմ ուզում կրկնեմ այդ հատվածը, որպեսզի պարզ լինի։ Միշտ նախագահական ընտրություններ են վիճարկվել։ Կամ նախագահական ընտրություն 21 թվականին վիճարկվել է ընդհանրապես ընտրությունների անցկացնել կամ չանցկացնելու իրավաչափությունը։ Այսինքն ըստ էության վիճարկվել է միշտ ով է չեմպիոնը։ Միշտ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում մինչև հիմա մենակ գավաթ է խաղարկվել։ Ով է չեմպիոնը։ Ուրիշ ոչ մի բան չի քննարկվել։ Չեն քննարկվել, ես ֆինալ անցել եմ, չեմ անցել, իմ բալերը կհերիքեր, ես գնայի, ասենք, վճարովի ֆակուլտետում սովորեի, միշտ քննարկվել է, ես եմ ամենաուժեղ տղան, թե ես չեմ ամենաուժեղ տղան, կամ ով որ դիմել է։ Ուրիշ հարց չի քննարկվել։ Ու տղա աղջիկ եւ այլն, ասենք, բան չանելով։ Սա առաջին անգամ է, որ քննարկվում է, եւ երբ որ ես նորից փորձեցի նայեմ մնացած բոլոր որոշումները, Հայաստանի Հանրապետության պարլամենտական հանրապետություն դառնալուց հետո երկրորդ վեճն է։ Առաջինը եղել է 21 թվականին։ 21 թվականի որոշման մեջ, երբ որ սահմանադրական դատարանը քննարկել է, որ հակասահմանադրական չի ճանաչելու որոշակի դրույթներ, դա եղել են դրույթներ, որոնք վերաբերվել են կողմերին։ Երրորդ անձանց։ Այսինքն ըստ էության օրինակ այդ կանոնները հակասահմանադրական ճանաչելու դեպքում ինչ որ կուսակցությունը, որ մասնակցում է այդ ընտրություններին, իր համար կանխատեսելի դաշտ չէր ունենալու։ Այս դեպքում լրիվ ուրիշ պատմություն է եւ այո սահմանադրական դատարանը իրավունք ունի հակասահմանադրական ճանաչել որոշակի նորմեր ու կբացատրեմ ինչի։ Որովհետեւ սահմանադրական դատարանի իշխանությունը նույնպես գալիս է ժողովրդից։ Եվ մենք քննարկում ենք եւ պարոն Դիլանյանը հստակ նշեց, երբ որ գործընկերը նշում էր արդար դատաքննության իրավունքը, նշվեց, որ այս արդար դատաքննության իրավունքը միայն մասնակիցներին չի, այո։ Արդար դատաքննության իրավունքը նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր գնացել են ընտրատեղամաս եւ քվեարկել են։ Հիմա դրանք անդրադառնամ։ Բայց ես հիմա ի հավելումն մնացած ամեն ինչին մի հատ նոր արգումենտել եմ ավելացնելու, ինչի բացի որ այդ երկու դրույթներից, ինչի է հնարավոր նաև մանդատների բաշխման նոր կարգ սահմանել։ Բայց մի քայլ հետ գամ։ Հիմա ինչա տեղի ունեցել։
Մոտեցել ենք ծանրաձողին, ասել ենք կլինի 58,500 ձայն դնեք այդ ծանրաձողի վրա, բարձրացնելու ենք։ Դրել են։ Բարձրացրել են, կաղնել են, րոպեն անցել է, կոճակը սխմել են, ասել են այո դու բարձրացրել ես բաները, հետո ասել են արա չէ։ Այն երկու հոգին, որ այդ ծանրաձողի վրա այդ ձայները դնում էին, մի քիչ ոնց որ ժամանակից ուշ են դրել, բայց բարձրացրել ենք մենք։ 58,500 քաղաքացի գնացել են ընտրատեղամաս եւ ձայն են տվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բարձրացրել է այդ ծանրաձողը, ցույց է տվել, բոլորը տեսել են։ Հատուկ հարցրել եմ, ասել եմ, եղել է միջամտություն այդ տեղամասերում։ Կասկած կար, որ ինչ որ ձևով Բարգավաճ Հայաստանը տեղ ավել ձայն է ստացել, քան պետք է ստանար, որևէ ձևով ուղղորդում, որևէ ձևով միջամտություն, չէ։ Ինչա տեղի ունեցել այդ ընտրատեղամասերում։ Իրականում իրացվել է քաղաքացիների ընտրելու իրավունքը, որովհետև մենք ապացույցների հետազոտման փուլում ցույց տվեցինք, որ տվյալ ընտրատեղամասում նախորդ ընտրությունների համեմատ մի դեպքում 2 անգամ, մի դեպքում 4 անգամ ավել քվեարկող ա եղել։ Ընտրատեղամասը նույն չափերի է։ Մենք ձայնագրությունները գործընկերները ներկայացրել են, եթե ուսումնասիրեք կտեսնեք, որ առավոտվանից զինվորները քվեարկում են։ Առավոտվանից, ոչ թե երեկոյան են եկել։ Ուղղակիորեն քվեարկել են այնքան, ինչքան քվեարկել են։ Մենք երբ որ ապացույցները հետազոտեցինք, մենք տեսանք, որ այդ ընտրատեղամասերը ամենամեծ քանակությամբ չհրապարակվող ցուցակներ ունեցող ընտրատեղամասերից մեկն են, մի քանիսն են, հա, այսինքն վիճարկելի երկու ընտրատեղամասերը։ Այսինքն ինչ է տեղի ունեցել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ապահովել քաղաքացիների քվեարկելու անձամբ ինքը չի, պետությունը որպես համակարգ, ասենց ասենք լավ, չի ապահովել քաղաքացիների պատշաճ քվեարկության արդյունքները, process-ը, որ գան, քվեարկեն, հասցնեն, բավարար քանակությամբ մարդ լինի այնտեղ, որպեսզի հասցնեն իրականացնեն։ Պատասխանողը ինտերվյու է տվել, ասում է նայեցի, դանդաղ էր գնում այնտեղ process-ը։ Դանդաղ էր գնում 2 հոգու ապահովեիք, 2 տեղ ապահովեիք։ 8 ընտրատարածքային տեղամասում 8 անդամ կա։ Պետք է սենյակը մեծ լիներ։ Նախապես գիտեիք։ Անվավեր ճանաչված ընտրատեղամասերից մեկը Հայաստանի Հանրապետության 2005 ընտրատեղամասերից 17-րդն է չափով։ Հետևաբար չապահովելով, անվավեր ճանաչելով, վերաքվեարկություն չնշանակելով, ընդ որում վերաքվեարկությունը եթե նշանակվեր նույն պայմաններում, նույն բաններ լինելու։ Վերաքվեարկության ժամանակ պետք է հասկանային, որ պետք է չափերը մեծացվեր, ձևը մեծացվեր եւ ոնց ենք ապահովելու, նաեւ որ նույն մարդիկ այդ նույն ժամանակ հնարավորություն ունենային գային քվեարկեն։ Բավականին շատ խնդիրներ կար։ Խախտելա ոչ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության մնացած բոլորի իրավունքները, քաղաքացիների 58,500 եւ մնացած 3 միլիոն քաղաքացիների իրավունքները։ Հիմա կբացատրեմ ինչի։ Հիմա բայց ուզում եմ ասեմ 4-րդ նոր արգումենտին։ Միջև նոր արգումենտին անդրադարձ կատարելը շատ քննարկեցինք, ուզում եմ շատ առարկայական լինի, որ այդ վերահաշվարկի արդյունքում, այս որ անվավեր ենք ճանաչում, դրանք ներառում են անճշտությունների շարքում, նորից հաշվեցի 155 ձայն չի հերիքում։ Այսինքն թե 155 ձայն այդ անճշտություններից կլինի, ինչ որ միտեղից կլինի, ԲՀԿ-ն ստանում է 4%-ը հաղթահարում է, 54 ու մի քիչ չի հերիքում, էլ այսինքն 55-ը ամբողջական տոկոսը գերազանցում է։ Հիմա բերեք փորձենք հասկանանք ինչ տվյալներ կա, հա, մենք ինչ ենք արել։ Հիմա նայեք, մենք քննարկեցինք տվյալների խնդիրները, այն բարձրացնում են, թող ասեն կոնկրետ ինչ ա եղել, ոնց ա եղել, ասում ենք շատ լավ, մենք ունենք տվյալների մշակման համակարգ, ասում են, այ ունենք ծրագիր, միջնորդել է, որպեսզի անենք փորձաքննություն, մերժվել է։ Բայց ես առանց փորձաքննության, առանց հատուկ գիտելիքների օրինակներով կասեմ, հիմա կարող ենք տեսնել ինչի մասին է խոսքը։ Տվյալ աղյուսակը, որը լրացվում է ըստ արձանագրությունների, ենթադրվում է, որ ճիշտ է լրացված, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրա հիման վրա է վերջնական ձայները հաշվել եւ հրապարակել է իր կայքում։ Տվյալ աղյուսակի մի փոքր վերլուծությունը, ու բան ասեմ, եթե ցանկացած քաղաքացի կցանկանա, կարող անվերցնել այդ Excel-ով download ալնում եւ ներբեռնել նայել։ G սյունյակում ներառում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը։ Այդ աղյուսակում որ բացում ենք G կա, որտեղ գրած է քանի հոգի է քվեարկել։ O սյունյակից միջև AG սյունյակները բոլոր կողմերն ու անվավերներն է։ Շատ պարզ մաթեմատիկական, տեխնիկական փոքր գիտելիք ունենալու դեպքում, տեխնիկական չէ՞ կամ համակարգչային օպերատորի կարելի է O-ից AG-ին գումարել իրար։ Այսինքն, երբ որ on ու AG-ին գումարում ենք իրար, այդ ամբողջ արկ, այդ բոլոր քվեարկություններին կողմ եկել անվավեր։ Դա ինչա, դա այն է, ինչ որ քվեաթերթիկները եղել են քվեատուփի մեջ։ Հիմա ունենք մասնակիցներ ու քվեատուփի մեջ ձայներ։
Կարա լինի մասնակից, որ քվեարկած չլինի, բայց չկարա լինի մասնակիցը չկա, բայց քվեարկությունը կա։ Հիմա, երբ որ մենք նայում ենք 103 տող, դրանցից մեկը էլեկտրոնային եղանակն է, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չգիտեմ ոնց, բայց կարողացել է էլեկտրոնային քվեարկության տվյալների իմի բերելուց էլ ինչ-որ խախտում անել, այսինքն 410 հոգի քվեարկել է, բայց 411 է գրած։ Ներողություն, 411 հոգի քվեարկել է, 410 է գրած։ Ուրեմն նայեք, օրինակ 755 տեղամասում ընտրության մասնակիցների թիվը կազմում է 1093։ 755 տեղամասում 1100 բյուլետեն կա։ 11 8 տեղամասում մասնակիցների թիվը կազմել է 1057, 1070 բյուլետեն կա։ Եվ եթե բոլորը գումարում ենք, ֆանտաստիկ թվեր չի դրանք, ես բերեցի երկու օրինակ։ Բոլորը երբ որ գումարում ենք իրար, այդ ուղղակի հեշտ է, այս ֆորմուլան դնում ենք, գումարում ենք, դնում ենք վերևից ներքև դասավորի, ստանում ենք, որ 103 տողում այդ նման խնդիրը կա եւ գումարային 269 հատ ավել քվեարկություն կա, քան արխիվ մեջ տվյալներ։ Սա ինչ եմ ցույց տալիս, հեսա կներկայացնեմ։ Նույն կերպ, եթե մենք հակառակն ենք դայում, քանի հոգի է, որ չի քվեարկել է, բայց բյուլետենը չկա, մոտավորապես 344 տողում ենք նման բան ստանում, 693 տարբերությամբ։ Հաջորդը նմանատիպ խնդիր է առաջանում, երբ համադրում ենք կտրոնների եւ դրոշմանիշների քանակը, կտրոնների եւ քվեատերթիկների քանակը։ Այսինքն այս սյունյակում տվյալներ կա։ Տվյալները որի հետ համեմատենք, առնվազն 20%-ի մոտ անհամապատասխանություն կա այդ տողերի։ Տարբեր տողերի դեպքում տարբեր չափերով։ Երբ համադրում ենք տեղամասային կենտրոններին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների քանակը, որ կպցրել են, որից հետո այդ քվեաթերթիկը համարվել է վավեր։ Այդ հաշ սյունյակում է գրված եւ չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների քանակը այն սյունյակում է։ Մեկից որ հանում ենք մեկը, ենթադրվում է մնաց այն բոլորը, որը կպցրել եք։ Եթե ամբողջը տվել ենք այսքան, վերջում մնացել է այսքան, տարբերությունը այն ինչ որ կպցրել եք։ Ստանում ենք այդ օգտագործվածների քանակը, երբ ստացված թիվը համադրում ենք կողմ քվեարկած եւ անվավեր թվի հետ, այսինքն ասում ենք ինչքան բյուլետեն կա։ Կարա բյուլետենների քանակը մի քիչ շատ լինի, որովհետև դե ասենք ենթադրենք անվավեր ա եղել, չեն կպցրել, գցել են։ Դա էլ է հարց, ոնց է կարողացել գա գցի այդ արխիվի մեջ, որ առանց կպցնելը, որտեղ կողքը մարդը նստած է, կպցնում են նոր է բացում։ Բայց ամեն դեպքում հիմա երբ որ այդ վեր ենք լուծում, ստացվում ենք, որ գումարային 150 տեղամասում, չհաշված էլեկտրոնային քվեարկությունը, դա էլ է վտնդե 0 է, բան չկա, այդ դրոշմանիշ չկա, 150 ինքնասոսնձվող դրոշմանիշ ավելացել է։ Օրինակ 21 տեղամասում տրամադրվել է 1800 ինքնասոսնձվող դրոշմանիշ, որից չի օգտագործվել 722, այսինքն 1078-ը օգտագործվել է։ Տվյալ տեղամասում քվեաթերթիկների քանակը կազմել է 1088։ Եթե այդ դեպքում, ոնց որ ասեցի, կարող է հակառակը լիներ, ապա հակառակ դեպքն էլ կա, որում 206 տեղամասերում 441 տարբերություն կա։ Այսպես կոչված փակ ցուցակների համադրում արեցինք։ Պարզվեց, որ 4-ից 5000 տարբերություն կա, ոչ մի բացատրություն չտվեցին, դատարանը ապացույց ձեռք բերելու հնարավորություն ուներ աշխատանքային խումբ ստեղծելով, ինչը սահմանված է աշխատակարգում, բայց դա չարվեց, անընդհատ ասում են, դե ասեք որն է, ասել են, ցուցակներով տվել են տարբերությունները։ Մենք պարզեցինք, որ տվյալների ճշտման համակարգում պարզեցինք, դա հարց է եղել, պատասխան է եղել։ Պատասխանողը չի իրականացնում այս ստորագրությունների հաշվարկ, վերահաշվարկ, համադրում, ստուգում։ Ուղղակի տենց կա մատյանները վերցնում հրապարակում է։ Պարզեցինք, որ հրապարակելուց կիսատա հրապարակում, հետո ամբողջն է հրապարակում։ Բայց այդ տվյալների համադրումը ցույց է տալիս, եթե սկզբում եղել էր 27000 տարբերություն, երբ որ համադրում ենք փակ ցուցակով այդ արկա տվյալների հետ, մի քիչ ավելի շատ էր մնում, այդ որ հետո թիվը նվազել էր, միևնույնն է, մոտավորապես 4000-ի չափ, ես հիմա թիվը ներկայացրել են գործընկերները, ապացույցը գործում արկա, տարբերություն կա։ Սա ինչի եմ ասում, բարձր դատարան 5 րոպե մնացել, այո։ Ինչի եմ ասում, որովհետև ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հատ հետևյալ կոնցեպտի վրա, որը կոչվում է favor voti կամ փրկենք կամ իօքուտ քվեարկողի կամ եթե ուզենք դրա ասենք մեկ այլ ձևակերպումով ասենք, մի քիչ ավելի մեր ականջին սովոր տարբերակով դա կկոչի in dubio pro suffragio, այսինքն կասկած ունենք, ուրեմն քվեարկողներին պետք է պաշտպանենք։ Ինչի՞։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իսկ ժողովուրդը այդ իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով։ Ընտրական իրավունքի սկզբունքները 7-րդ հոդվածով են սահմանված, իսկ 89-րդ հոդվածը խոսում է, որ ազգային ժողովը ընտրվում է համամասնական ընտրակարգով։ Ինչ է նշանակում համամասնական։ Ինչքան շատ
կուսակցությունը մասնակցում ընտրությունների արդյունքների ամփոփմանը, այնքան շատ համամասնական է ընտրական կարգը, որտեղ չեն կարող 100%-անոց համամասնություն ունենալ ակնհայտ է, բայց ինչ որ փոքր շեմ, այդ անցողիկ շեմը սահմանելու դեպքում մենք պետքա գնահատենք, ինչ ենք պաշտպանում, ինչ ենք պաշտպանում, որ ենթադրյալ այն 58500-ը ուզում եմ հիշեցնեմ, բարձրացված է, ապացուցված է, որ այդքան ձայն ստացել է, ինչ ընթացակարգով է ստացել, ապացուցված է, որ այդ գործընթացի մեջ ԲՀԿ-ն խախտում չունի, ապացուցված է, որ այդ գործընթացի մեջ մեղավորը պատասխանողն է բացառապես, պատասխանողը ոչ թե ԿԸՀ-ն, այլ ընտրական համակարգում այդ բոլոր հանձնաժողովները, իրենք են խախտում արել, ապացուցված է, նյութերում կա, հստակ է, հիմա բերեք փորձենք հասկանանք ինչա տեղի ունենում, ես ասում եմ, որ Սահմանադրությունը, երբ որ նախատեսում է սահմանադրական դատարանի լիազորությունները, որ ասում է, որ միայն սահմանադրությամբ արձանագրվում է, որ իրականացնում է ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծում։ Այդ վեճը պետք է լուծվի, որպես դատարան։ Երբ որ փորձում ենք հասկանանք, ինչ լիազորություն ունի սահմանադրական օրենքով, կա կետ, որը ասում է, որ իրավունք ունի մանդատների վերաբաշխում անի, բայց ո՞նց։ Ոչ մի բան գրած չի։ Այսքանն է։ Հետևաբար, առաջին անգամ սահմանադրական դատարանը ունի հնարավորություն մեկնաբանի, բացի նրանից, որ այն մնացած տվյալներով ակնհայտ են, առաջին երկու կետս իմ կարծիքով շատ ավելի հստակ է, բայց երրորդ կետն եմ ավելացնում, միջազգային պրակտիկայում էլ կա գործեր, նաև միեդի պրակտիկայում կա գործեր, նաև տարբեր երկրներում իսպանական դատարանների, գերմանական դատարանների գործեր կա, չեմ ուզում հղումներ անեմ, տարբեր են բոլորը, ինչի եմ ասում, մի քիչ ընտրական համակարգերի տարբերություններ կա, բայց ֆունդամենտալ խնդիրը հետևյալն է, դուք պարտավոր եք ապահովել ձեր գործատուի, ժողովրդի, կամքի արտահայտությունը, դուք պարտավոր եք ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության 58500 քաղաքացիների ձայնը չկորի։ Եվ դուք պարտավոր եք ապահովել սահմանադրության գերակայությունը։ Դա ես չեմ ասում, դա սահմանադրությունն է ասում, ժողովուրդն է ասել, երբ որ ընդունել է սահմանադրությունը։ Դա ասում են Հայաստանի Հանրապետության իշխանության կրողները։ Իսկ ինչպես դա ապահովել։ Եթե ԲՀԿ-ն անցնում է, այս խախտումները եթե ազդեցություն ունեցել է, չի ունեցել, ես ցույց տվեցի, որ ինչ աստիճանի խախտումներ են, որի շրջանակներում անհնար է միանշանակ պնդել, որ 153 չի եղել։ Կա բարձրացնելու փաստը, որ 58500 ձայն ստացել է ԲՀԿ-ն, որը 4%-ից ավել է, կա գործողություններ, որով անվավեր են ճանաչել ինչ որ տեղամասեր, որով ստացվել է, որ չի անցնում, եւ արդյունքում ստացվել է մի իրավիճակ, որ ԲՀԿ-ն դուրս է մնացել, բայց ժողովրդի կամքը ինչ է եղել։ Եղել է այն, որ ԲՀԿ-ն անցնի, որովհետև 4%-ը գերազանցել է։ Դա է եղել ընտրողների կամքը։ Պարոն Հովակիմյանը պարզ հարցին չպատասխանեց։ Վերջը որ որոշումը անվավեր չճանաչեր, անցնում էր թե չէ, իհարկե անցնում էր։ Դե չեմ կարող, որովհետև իրան ասել են չհամաձայնվես։ Որ ասեն կպատասխանես, կպատասխանել։ Իրան ասել են չպատասխանես, ինքը չի պատասխանել։ Հետա խնդիրը բարձր դատարան, հետևյալն է խնդիրը, դուք հիմա ոչ թե պետք է մաթեմատիկական խնդիր իրականացնենք, ոչ թե պետք է տեսնենք ում մաթեմատիկական հաշվարկներն են առավել լավ, պակաս լավ, ումն է ճիշտ, ումն է սխալ, սա սահմանադրության գերակայության մասին, ունեմ եւս րոպեու կես, սահմանադրության գերակայության մասին վեճը, եւ սահմանադրությունը կգերակայի Եթե մենք այս բոլոր խախտումների եւ անճշտությունների լույսի ներքո, ես այն անվավերից դուրս եմ ասում, տեսնենք, որ այս հնարավորություն չի տալիս քաղաքացու ձայնի փոխանցումը բերել վերջնական 100%-անոց ճշտությամբ, իսկ շեղումը ավելին է, ես ինչպես նշեցի իմ ելույթների ժամանակ, որ հնարավորություն չի տալիս ասել, որ չի անցել։ Հետևաբար նույնիսկ եթե 58500-ը չլներել, այս որ ձայների տարբերություն են քննարկում, պարտավոր ենք որոշել, որ ԲՀԿ-ն պիտի անցնի, որովհետև եթե կասկած կա ԲՀԿ-ն հավաքել է թե չէ, ուրեմն պիտի լինի, որ ԲՀԿ-ն հասկաց անցել է։ Հակառակ դեպքում ունենք մի տարբերակ ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն։ Այսքանը հաշվի առնելով բարձր դատարան, միջնորդում եմ կամ խնդրում եմ անվավեր ճանաչել ընտրության արդյունքներն ամբողջությամբ, կամ եթե կգտնեք այս որ դա կիրառելի չի, ապա անվավեր ճանաչել եւ նշանակել մանդատների բաշխման նոր կարգ, որի արդյունքում ԲՀԿ-ն կստանա 5 մանդատ։ Մնացածի հաշվարկը ըստ էության կա, կարող եմ ներկայացնել թվերը, եթե անհրաժեշտ է, կլներ մեկ վայրկյան, հիմա ասեմ ոնց կբաշխվեց։
Ամեն դեպքում հաշվարկի մասով կարծում եմ բարդություն չի լինի, բայց կլիներ 61, 5, 11, 28 ոնց որ թե այդ վեճվաճ պատկով էր գալիս։